Երեք եղել է ժամը 11-ի կողմերը երեկոյան, պապաս Երևանից վերադառնալուց է եղել, իրան Մղջյան գյուղի հատվածում կանգնացրել են, իրա մեքենայով այո, Opel Magnishi։ Ասում ասենց հետևից դեմից մի հատ ջիպ հաշեց դեմս, մի հատ էլ հետևս, իջան ասում Շուշեքին տալիս են բանման, հետո դուռը բացել են երկու հոգի ֆորմայով, ոստիկանական համազգեստով։ Իրանք հաշեկցել են գետին, ձեռերդ հետև դիր, ասել են ում ես իջացրել տռասայի վրա, ասել է ոչ մեկին, պապան ասում ես չգիտեի ինչ էր կատարում, հետս ես գիտեի թե երազ եմ պլենում, ասում նորից բա ում ես տարել մի հատ ոտին են խփեն ինչ-որ մի հատ թևին, պապան ասել է ոչ մեկին, ասում դե կողից լսամ խոսում էին հաստատ Opel է եղել, ասել են հա հաստատ Opel է եղել, տենց հետո ասում մի հատ գրաժդանսկի եկավ մեջներից, տենց բակշի գնա սպիտակ մազերը տենք հարգում, ես ոնց հասկացա շփոթմունք է տեղի ունեցել, բայց քաշել են անշնորհքավարի պապային ասֆալտին, ձեռերը դիր հետևը, տեն մեկը կանդալները բեր, պապան ահավոր վախեցել է։ Պապան 69-79, պարզա որ ես չեմ կարա դրան ստենամ, որ ինչ-որ պետք է ես իրանց անեմ, ուղղակի ինչի համար էլի, այդ անարդարություն է, էլի, այդպես բաներ, 70 տարեկան մարդ քաշում գցում են ասֆալտին, հա։ Բա որ մերներ տեղում ինֆակտ ստանար։ Իրանք չեն ներկայացել ընդհանրապես պապային։ Ընդհանրապես չեն, բայց պապան ասում է երկու հոգի ֆորմով էին, հաստատ տեսել այն։ Չի հիշում մեքենայի համար բան, դե խառնվել է իրար, մեծ մարդ է։ Այսօր է տենց բան էս մարզային վարչություն եմ գնացել մեր մոտ, մեր մարզի վարչությունից, ասում են, որ իրանք չեն եղել, բայց դե շփոթմունք է երևի տեղ ունեցել, բայց մեր մարզի վարչությունը ասում է, որ մենք չենք եղել հաստատ, Երևանն է եղել, որտից են եղել, ինձ թվում է Երևանից են եղել։